Բարի երեկո, սիրելի հերոստատող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ցեզ AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Երբ այսօրվա ծրագիրը գուզեի պատրաստել, անդրադարձմըրի անցյալ մեր ծրագիրներուն վրա եւ եկա հանգեցա այն եզրակացությամբ, որ անցյալ 2 տարի, այսինքն մայիս 15, 2023 թվականին խոսել եմ հայրենասիրության, ազգասիրության, եկեղեցասիրության մասին։ Եվ հավատացեք, որ այս նյութերը միշտ աժմիական են եւ միշտ անժամանակ պետք կլա, որ մենք անդրադառնանք իրար վրա։ Եվ մի քանի օրեր առաջ իմ վաղեմի բարեկամս Սեբու Բաղդոյանը, որ պետք է ասեմ բարեկամ որպես ընկեր, բայց տարիքային բանով ինքը խմբապետս եղած է, եւ 1975-ին, երբ ես Վիեննա ղրգվեցա ծնողքիս կողմեմ, որտեղ պատերազմ էր, ընդամենը 10 տարեկան էի վանք գնացի եւ 76-ին Սեբու Բաղդոյանը եւ իր տիկինը նորեին ամուսնացած այդ ժամանակ շողիկը, որ վստահ եմ շատերդ գիտեք, մեր շատ սիրելի Մեծիդան Անգելիկիո գաթողիկոսության գարգարուն թեմքերեն arciepiskopos Վարդան arciepiskopos Դեմիրճյանի քույրն է, որ ինքը նաև ադրբատականի առաջնորդ եղած է ժամանակին եւ վերջին իր պատասխանատվությունը կամ պատականությունը, այսպես ասենք, Մեծիդան Անգելիկիո կաթողիկոսության քրատարանին եւ դբարանի պատասխանատուներ ինքը, շատ պատվական եկեղեցական, անպասիր, խելացի եւ ազգոկուտ գործեր շատեր երած։ Ուրեմն իր քույրիկը շողիկը ամուսնացած էր Սեբու Բաղդոյանին հետ եւ պետք է ասել, որ Սեբու Բաղդոյանը եղավ իմ առաջին ուսուցիչները հայրենասիրության մեջ։ Ինքը ուրեմն ինչպես ասի մի քանի օր առաջ ղրգած էր հոդվածը էլեկտրոնային նամակով եւ որուն խորակիրը ուշադրությունս գրավեց անգերց պիտի ասեմ, որովհետև վերնակիրը այդ նյութին այն էր, որ գրված էր հափշտակված խորհրդանիշներ ու զարմանքով սկսա ուսումնասիրել, թե վեցանգունյան աստղը, որ այսօր ամբողջ աշխարհը գսե թե Դավիդի աստղն է եւ դա Իսրայելի նշանապանն է, բնապանն է եւ դա հրեական է եւ այլն։ Սիրելիներ, նախ կուզեմ ցեզի ապահով ասել, որ ես հագասեմիտական չեմ, անտիսեմիտ չեմ, կավլիցի։ Երբ 80-ն մինչև 85 թվականներուն Վիեննայի պետական համալսարանի աստվածաբանության եւ փիլիսոփայության ամբիոնի աշակերտ էի, 3-րդ եւ 4-րդ սեմեստր որ գսեն, սեմեստերներուն սորված եմ եբրայերեն, որբեսի հին գտագարանը ճիշտ հասկանալու համար, ինչպես նաև պետք է ասել, հին հունարեն մենք սորվեցանք, որովհետեւ նաև նոր գտագարան նամանավանդ Բողոս Արաքյալի նամակները ճիշտ հասկանալու համար։ Եթե մեկ լեզու գուզեք թարգմանություն, ինչ ալնեք այդ թարգմանության մեջ կգործվի հեղինակին ազդեցությունը եւ միտքը։ Անոր համար իր մայր լեզուն երթալով դուք այնտեղ կրնաք շատ հանգիստ ձևով եւ ճիշտ ձևով հասկանալ իր բնապանը կամ իսկական իր լեզուն։ Ուրեմն այնտեղ այս էլեկտրոնային նամակին մեջ զարմանքով տեսա, որ գրված էր, թե վեցանգունյան աստղը հայկական է։
ու սկսա հավասիկ այստեղ դուք կտեսնեք սիրելիներ հեղինակը կնշե թե ինքը մի քանի ամիսներ առաջ այստեղ ուսումնասիրություններ անելու ժամանակ դեսեր է որ հայկական հավերժության նշանին մեջ հաճախ գրված է այս վեցանգունյան աստղը ուրեմն այս վեցանգունյան աստղը այստեղ մենք կտեսնենք մարմար քարի վրա կամ marble որ գսեն մարմար քարի վրա մեծն իշխան Հասան Ջալալ Վահտանգյանի որ ինքը 1214-ին 1261 թվականներուն ինքը այստեղ եղած է եւ իր քերեզմանի քարին վրա ինչպես կտեսնեք ճիշտ մեջտեղը հավերժության նշան է, բայց նաև իր շուրջը վեցանգունյան աստղն է։ Մենք այսօր վեցանգունյան աստղը գսենք կամ գվերակրենք, այսպես ասած, հրյաներու Դավիթի աստղին։ Բայց եկեք գիտնալու համար, որ այս Դավիթի աստղը Ուրդեղ են եկավ, ինչպես եկավ։ Եվ հավատացեք, որ առաջին անգամ արձանագրված է Եվրոպայի մեջ 17-րդ դարուն նորեն կգրտնեմ, այսինքն շատ կարևոր է սիրելիներ 17-րդ դարուն քանի մհատ այս յոթնագունյան աստղը փորագրված է եւ հետաքրքրական կերպով եվրոպական հрьяներու այդ սուրբ քիրքը հрьяներ չեմ գիտե եթե ցեզի ցանոթ է բայց մի հատ կոնե վերակաղմանելով բացադրեմ որ rollers գսվեր այսինքն քրությունը սուրբ քիրքային քրքերը այսպես գլոր մակաղապներով վրա գրված է եւ կբարունագեր կբահբանվեր արձատապատ դուփերու մեջ եւ այս արձատապատ դուփերու մեջ առաջին անգամ մենք կհանդիպենք 17-րդ դարուն փորագրված եւ փորագրված է սիրելիներ հետաքրքրական է ասի կուզեմ անպայման դուք իմանաք թեև ուրեմն առաջին անգամ Բուդապեստի Հունգարիո մայրաքաղաք Բուդապեստի սինագոգի մեջ, բայց փորագրողը եղել է Բոլսո մեջ, Իստանբուլի մեջ, այսպես ես Իստանբուլ բառը չեմ սիրում օգտագործել, ինձ համար Իստանբուլը միշտ կա եւ կմնա Կոստանդնուպոլիս, պոլիս, կամ հայերենով կարճ պոլիս կսենք, Բոլսո մեջ արձատագործի, որուն անունն է Հակոբ, սա Պետական այս օթային բամը չեմ ասել, եթե գուզեք կապվեք իմ հետս, ես ցեզի բոլոր աղբյուրները կտամ։ 17-րդ դարուն Բոլսո մեջ արձատագործ մի ոմն Հակոբ գփորագրե այդ դուփին վրա, որտեղ Թորան կամ ասպես ասած մեր քրիստոնյաներուն համար հին գդագարանի քրքույկներու բահելու դուփին վրա է։ Վերադառնանք հաջորդ նկարը գուզեմ ցեզի անպայման ցույց տալ սիրելին։ Ահավասիկ, տեսեք։ Մեր պատմության մեջ թե այսպես կոչված ովքեր որոնք քարերու վրա գրծած են քարդաշ մենք կսենք քարերը դաշող մարդոց հեղինակությունը եղած է եւ ահավասիկ այս նկարի մեջ հստակ կերպով մենք կտեսնենք այն եկեղեցվո հիմնակարը, որոնք 13-րդ դարու են։ Ուրեմն մեզի մտածել գուտա սիրելիներ, եթե մենք հայերս 13-րդ դարուն կգործածեինք վեցանգունյան աստղը եւ որպես մեր եկեղեցիներու հիմք
ահավասիկ այս նկարի մեջ մենք ետ վերադարձանք բան Հասան Ջալալ Վահթանգյանի գերեզմանակարի վրա, բայց եթե շարունակենք, մենք ահավասիկ կտեսնենք, որ այստեղ կա։ Ավելի հին գուզեմ ասել Մեծամորի մեջ, որ 2800 մեր թվարկությունից առաջ, այսինքն Քրիստոսի առաջ, եղած է հայկական հողի վրա վեցանգյունյան աստղը։ Այստեղ հստակ կերպով դուք կտեսնեք սիրելիներ 13-րդ դարուն մեր Սուրբ Հովանու Կարապետի Երուսաղեմի վանքի դաջարի այսպես ասած կմպետին մեջ հստակորեն ցույց կտա, որ խորանացև այս վեցանգյունյան խաչն է, որ նաև մենք կհանդիպենք շատ դարբեր շրջաններու հայ եկեղեցիներու այսօր նաև Արցախի մեջ կա 13-րդ դարու շատ գեղեցիկ եկեղեցին, որ Քանծասարի եկեղեցին է, որտեղ նաև կա այս վեցանգյունյան խաչը։ Ուրեմն անցնենք առաջ եւ տեսնենք մյուս նկարը, որ կուզեմ անպայման ցեզի ցույց տալ, թե ինչպես մեր հայկական վեցանգյունյան խաչը, տեսեք հստակորեն, սա Թավիթի կամ David Star չէ։ Սիրելիներ, ես նորից կգրկնեմ ու կգրկնեմ, ես հագա սեմական չեմ, բայց գուզեմ, որ այլևս չքողացվի, չհապշտակվի հայ, եթե մենք հայերս դերություն չնենք մեր հարստություններում մեջ, մեր դեր չդառնանք մեր հարստության, կքողնան սիրելիներ, մեզ մեկը հապշտակեն եւ ահավասիկ տեսեք այստեղ շատ գեղեցիկ նկարի մեջ փորագրված ծեր երբ որ գնայիք ծեր ցախ կողմը ահավասիկ այստեղ դուք հստակորեն կտեսնեք վեցանգյունյան խաչը, որ կսեբվի թե Թավիթի խաչն է, աստղն է, բայց սա մեր հայկական մաքուր խաչն է փորագրված 622 թվականին մեր անի մայրաքաղաքի եկեղեցվո ջագադին վրա եւ գհիշադակվի այնտեղ 622 Քրիստոսի առաջ։ Սիրելիներ, Թեոդոր Հերցլը 17-րդ, 18-րդ դարուն, երբ որ ցիոնիզմը մեջտեղ բերավ, իրեն համար կարևոր էր, պետք էր, որ զինանշանը օգտագործեր, որ հին լար։ Եվ այդ հին զինանշանը օգտագործեց մեր հայկական վեցանգյունի խաչը, աստղը։ Եվ մենք հայերս անդեղյակ այս հապշտակութենեն, այս քողութենեն, եւ այսօր, որ ես կսեմ շատ կներեք, այս ինչ որ դուք Իսրայելի դրոշին մեջտեղը Թավիթ Ստերն, որ գսեք Շտերն կամ Stern կամ Star, David Star, որ լեզուն որ գուզեք կամ գերմաներեն, կամ հոլանդերեն, կամ անգլերեն, նույնն է, Թավիթի աստղ, սա Թավիթի աստղ չի եղել կյանքում ոչ մի ժամանակ, դա եղել է մաքուր հայկական վեցանգյունյան աստղը հավերժության դշանի որպես։ Նայեցեք, այստեղ ես կուզեմ մեջբերում մնալ լնել, որ եթե 1930-ական թվականներուն, երբ նացիոնալ սոցիալիզմը մեջտեղ կուկար եւ Հակենքրոյց,
այսինքն խաչը, որ անիվ է, օգտագործեց Հիտլերը, դա ոչ մի ժամանակ նացիներուն չէր պատկաներ, դա շատ հին հնդկական կամ հնդեվրոպական Indo-European կամ Indo-Germanische Stern կոչվեր, հնդեվրոպական աստղմներ, որ նաև մեր ճարտարապետության մեջ ունենք սվաստիկան։ Ուրեմն սիրելիներ, հաջորդ նկարը, որ գուզեմ ցեզի անպայման ձեր ուշադրության գրավել, ահավասիկ, տեսեք, այստեղ 1577 թվականին Քրիստոսի հետո, այսինքն, Գրիգորի խաչ կգոչվի, որ այսօր եթե երթակ Վենեդիկ եւ այցելեք Սուրբ Ղազար վանքը Մխիթարյան միաբանության քրատարանին մեջ պիտի տեսնեք այս խաչը։ Ես անցամբ ինքս նկարել եմ եւ չեմ անդրադարձած, որ սա վեցանգունյան Թավիթի, այսպես կոչված, հապշտակված բանն է, աստղն է։ Հետո նոր որ դեսա, ասիկ, ես այս նկարը ես նկարել եմ եւ այս նկարը քանդակված է 1577 թվականին։ Անցենք առաջ, որտեղ շատ ժամանակ չունենք, կուզեմ անպայման տեսեք։ Տեսեք սիրելիներ, ավազիկ սա միջնադարյան, ճիշտ թվականը այստեղ չենք գրծած վերջնականորեն ասել, բայց մոտավորապես գսվի, որ սա եղել է 13-րդ, 10-րդ դարերուն։ Եվ լավ, եթե նայեք, կտեսնեք, թե ինչպես քանդակված է վեցանգունյան հայկական աստղը։ Անցնենք առաջ։ Մյուս նկարը, ահավասիկ, կտեսնեք, ուրեմն սա 10-րդ դարու մեզի հասած կգոչվի Սուրբ Սարգիսի թուր։ Թուրան մոտ տեսեք այս տղերը, բոլոր աստղերը, որոնք որպես քանդակված են որպես զինանշաններ, վեցանգունյան աստղն են։ Անցանք առաջ։ Եվ հոս կտեսնեք, թե ինչպես ուրեմն մեր այստեղ հովիվի վանքը, հովիվի վանքի եկեղեցվո, երբ որ վերեն գնայիք, իր անի իհարկե ավերակներու մեջ է, այսօր կա և դա հստակ կերպով վեցանգունյան մեր հայկական աստղն է, որ դուք կտեսնեք հովիվի շատ քիչ մնացած է, դժբախտաբար միայն որոշ պատերը մնացած են, բայց փառք Աստծո, թեր հիմքի մեջ, եթե նկարեք, կտեսնեք այսպիսի վեցանգունյան մեր աստղը։ Անցնենք առաջ։ Այստեղ դուք կտեսնեք մշակավանք վանքը և ամենահին վանքն է ու շատ հստակ կերպով մենք կտեսնենք և ասեմ, որ մշակավանք վանքը 5-րդ դարու է, 5-րդ, այսինքն 480-ն 490, սիրելիներ, մենք ընդամենը 150 տարի է, որ քրիստոնյա եղած ենք և մեր վանքի բադին վրա քանդակած ենք վեցանգունյան աստղը։ Սա զուտ հայկական աստղ է և ոչ թե Թեոդոր Հերցլի հիմնած
կամ աստղն է, որ հիմա ամբողջ աշխարհը դժբախտաբար կգոչե Դավիթի աստղ եւ գսե թե իհարկե ասիգա Իսրայել քաղաքի կամ Իսրայել պետության զինանշանն է։ Անցնենք առաջ։ Այստեղ դուք կտեսնեք սիրելիներ դարձյալ մարմարիա ուրեմն դաբանակարմն է, որ նորեն Հասան Ջալալ Վահտանգյանին է 1214-ին 1261 նորից ուզեցի անպայման։ Այստեղ շատ գեղեցիկ ծեր ես գարմիր ցևով ընդգծել եմ, որ դուք լավ տեսնեք, ահավասիկ այստեղ դուք կտեսնեք Սևանա վանքին մեջ շատ հաճախ գիտեմ գայցելեք Հայաստան, գայցելեք Սևանա վանք եւ դժբախտաբար չեք նկատել այնտեղ վեցանգունյան աստղը, որ 9-րդ դարու է, 9-րդ դարու է սիրելիներ, 864 թվականին 9-րդ դարու է։ Ահավասիկ այստեղ նորեն գա Գոշավանք, վստահ եմ Գոշավանք կացած եք, Գոշ Մխիթար Գոշի անունով այնտեղ ինքը վանահայր եղած է եւ Գոշավանքի մայր տաճարի գլխավոր մուտքին մեջտեղը հստակորեն եւ ասեմ որ Գոշավանքը 13-րդ դարու հեղինակություն է եւ մեջտեղը վեցանգունյան մեր աստղն է, որ այսօր հապշտակեր են շատ տարբեր ազգեր եւ յուրացուցած են։ Անցնենք առաջ։ Ահավասիկ նորեն նույն անդրադարձանք այս մեր ամենահին ահավասիկ հոստեղ դեսեք սիրելիներ բանը որ ինչս եմ հստակ կերպով ասկի ավելի գեղեցիկ ասկի ավելի հստակ չեր գտնարլալ 1 2 3 4 5 6 անգյունյան մեր եկեղեցվո քմփեթի նկարը որ այստեղ եթե չեմ սխալի Քեղարդ վանքին է եւ Քեղարդավանքն է այո Քեղարդավանքը 13-րդ դարու կներեք նորողություն Քեղարդը չի ասի Խորակերտ մայրավանքն է եւ Խորակերտ մայրավանքի մայր տաճարի գլխավոր քմփեթն է եւ հստակորեն 13-րդ դարու աշխատանք է եւ ցույց կտա մեր հայկական վեցանգունյան աստղը, որ կոչվեր հայկական աստղ։ Ահավասիկ այստեղ է բանը 13-րդ դարու նորեն գլխավոր քմփեթի վեցանգունյան խորանաշատ վանքն է, խորանաշատ, որտեղ շատ խորաններ ունեցել է 13-րդ դարուն եւ կոչվի խորաններու շատ եւ սա նաեւ զուտ հայկական ցույց կտա թե ինչպես զուտ հայկական վեցանգունյան խաչն է, որ պատկերացված է քմփեթին մեջ խորանաշատ վանքի։ Այստեղ դուք կտեսնեք նաև շատ գեղեցիկ ինչպես ասեմ խաչքարեր, որոնք 13-րդ դարու են Թեղանյաց վանքի շրջանին են, Թեղանյաց վանքը այսօր 13-րդ դարու խաչքարերու մնացորդներն են, որոնց մեջ են դուք հստակորեն կտեսնեք վեցանգունյան խաչը։ Եվ այսպես վերջինը Նեղուց մայրավանքի, որ Նեղուց մայրավանքը 10-րդ դարու հայաստանյան վանք է,
ու հստակորեն վեցանգունյան խաչը կտեսնեք։ Ուրեմն սիրելիներս, որպես վերջապան, ինչպես մեր շատ սիրելի Սևագը ասել է, մենք մեզ ոչ մեկից չենք կերատասում։ Չենք ասում ինչ որ մենք ազգերից ավելի բարձր ենք, ավելի լավն ենք, ավելի չգիտեմ ինչ, ոչ սիրելիներ։ Բայց եկեք նաև իրազեկը լանք մեր հարստություններում, որպեսզի ուրիշները չքողնելով մեզանից չսեփականացնեն իրենցը։ Եվ երբ որ այսօր Իսրայել գոչված այդ բեդությունը թրոշ ունի կապույտով ջերմակ ու մեջտեղը գործածե եւ գվերակրե Դավիթի աստղը, դա Դավիթի աստղը չէ, դա մեր հայկական վեցանգունյան աստղն է սիրելիներ։ Եվ ես ասիկա գսեմ գիտեմ շատ իմ հրյա ծանոթներս, բարեկամներս, ընկերներս մի նեղվին ինձ մեծեն Ստեփան նորից ինչ սկսար, որտեվ ասկի առաջ նաև երբ որ փորձեցի համոզել, որ Աբրահամ, հայր Աբրահամը, հայրաբեդը ինքը կյանքում հրյա չէ եղած, այն ինքը եղած է Ուրհա քաղաքեն, եւ Ուրհա քաղաքը Եթեսյան է, Ուրֆան է, նեղվեցան ինձ մե, նույնիսկ իմ համասարանի ուսուցիչս ինձ դասարանեն դուրս վրընդեց, բայց ինչ որ մերն է դեր կանգնենք, այսօր դեր կանգնենք մեր հարստություններուն, որբեսի վաղը մեզանից կողնալով չյուրացնեն ուրիշները սիրելիներ։ Եվ այսպեսով կավարտեմ իմ այսօրվա ելույթը, կցանկամ ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն մինչև մյուս շաբաթ։